Երբեմն այնքան ենք ուզում երջանկանալ, որ հենց այդ երջանկության ձգտումն է մեզ դժբախտացնում։ Մենք վազում ենք երջանկության ետևից, կարծելով, որ եթե մի քիչ էլ ավել վազենք, մի քիչ ավելի շատ վաստակենք, մի քիչ ավելի շատ սիրված լինենք, ապա կերջանկանանք, բայց իրականում դա ինքնախաբեություն է։ Երջանկությունը նման է թիթեռի։ Եթե անընդհատ ընկնես նրա հետևից, նա քեզանից կփախչի, բայց եթե նստես և հանդարտ մնաս, մի օր կարող է այդ թիթեռը նստել քո ուսին։ Հարվարդի հոգեբան Թալ Բեն-Շահարն ասել է. «Մի փորձիր լինել երջանիկ, փորձիր լինել հակափխրուն, այսինքն անկոտրում, մարդ, որը ոչ թե կոտրվում է դժվարությունների ներքո, այլ ավելի է աճում և ամրանում»։ Այս միտքը հակադրվում է ժամանակակից այն պատրանքին, ըստ որի երջանկությունը հանգիստն է, հարմարավետությունը, հարատև դրական զգացողությունը։ Իրականում երջանկությունը հաճախ ծնվում է հենց ցավերի մեջ, սխալներից, պայքարներից։ Այսօրվա փոդքասթում մենք խոսենք այն մասին, թե ինչպես դադարել վազել երջանկության հետևից և սկսել կառուցել այնպիսի կյանք, որը չի փշրվում հարվածների ժամանակ, այլ վերածվում է ոսկու, երբ այն անցնում է կրակների միջով։ Իսկ վերջում քեզ սպասում է մի հետաքրքիր թեստ, որը ցույց կտա քո դիմադրողականության աստիճանը։ Սակայն նախքան շարունակելը մի ավանդական խնդրանք։ Եթե այս նյութերը քեզ օգտակար են, ապա կխնդրեմ, որ բաժանորդագրվես այս ալիքին, դնես լայքի նշանը և քո մեկնաբանությամբ ակտիվ լինես։ Այս պարզ գործողություններով դու պարզապես կնպաստես, որ նման տեսանյութերը ավելի մեծ լսարանի համար հասանելի լինեն և դրանով հանդերձ շատ մարդկանց օգուտ տան։ Դու իհարկե պարտավոր չես դա անել, բայց եթե անես, ես անձամբ քեզ շնորհակալ կլինեմ։ Իսկ հիմա շարունակենք։ Ինչ է նշանակում լինել անկոտրում կամ հակափխրուն, ինչպես որ Թալ Բեն-Շահարն է բնութագրել։ Իհարկե, այս բնութագրի հակառակը փխրուն լինելն է։ Մի բան, որը շատ արագ կոտրվում է, դժվարությունների ժամանակ և մարտահրավերների ժամանակ չի դիմանում, փշրվում է, հանձնվում է։ Իսկ անկոտրում նշանակում է ավելի ուժեղանալ, բարձրացնել դիմադրողականությունը հենց ճնշումների ժամանակ։ Ֆիզիոլոգները դրան անվանում են հորմեզիս։ Դա այն է, երբ փոքր սթրեսը ամրացնում է օրգանիզմը։ Օրինակ, մկանները աճում են այն ժամանակ, երբ ենթարկվում են ծանրաբեռնվածության, այսինքն երբ ինչ-որ մի սթրես է լինում, ուժ է գործադրվում և դրա ներքո մկանները սկսում են աճել, օրգանիզմը դառնում է ավելի ամրակայուն և դիմադրող։ Նույնն էլ վերաբերվում է նյարդային համակարգին։ Այն սովորում է դիմակայել միայն ճնշումների ներքո։ Թալ Բեն-Շահարը շարունակեց իր միտքը և հետևյալն ասաց. «Եթե ուզում ես կայուն երջանկություն, ոչ թե խուսափիր ցավից, այլ ցավը վերափոխիր իմաստի»։ Այսինքն քո ցավի մեջ, քո դժվարությունների մեջ գտիր իմաստը, հանուն ինչի ես դու տառապում։ Այս առումով փխրուն մարդը հետևյալն է ասում. «Ես չեմ ուզում ցավը զգալ»։ Ուժեղ մարդն ասում է. «Ես կդիմանամ ցավին»։ Իսկ անկոտրում կամ հակափխրուն մարդն ասում է. «Ես կաճեմ ցավի մեջ»։ Հոգեբանները հաճախ խոսում են հուզական ուժի մասին, բայց նորագույն նյարդագիտությունը մեկ քայլ առաջ է գնացել, ցույց տալով, որ բառացիորեն ուղեղը վերաձևվում է ցավից հետո։ Այսինքն դժվարությունը մարդուն չի կոտրում, այլ կոփում է, եթե այդ մարդը ճիշտ ձևով է արտահայտվում և վերաբերվում իր դժվարությանը։ Գաղտնիքը արձագանքի մեջ է, ոչ թե դժվարության։ Հակոբոս առաքյալը այս առումով մի շատ գեղեցիկ խորհուրդ է տալիս մեզ։ Իր առաջին գլխի 2-4 համարներում հետևյալն է գրում. «Լիարժեք ուրախություն համարեք, եղբայրներ, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք»։ Տեսեք, բանալին համարել բառն է, իսկ այս համարել բառը խոսում է մեր վերաբերմունքի մասին, մեր արձագանքի մասին։ Շարունակում է առաքյալը. «Իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում», ուրեմն տեսնում ենք, որ նեղությունների ժամանակ դրանք
ուրախություն համարելը սա պարզապես ինքնաներշնչանք չէ, այն գալիս է գիտակցումից, իսկ գիտակցումը հետևյալն է, երբ որ մենք իմանում ենք, որ այդ փորձությունները դատարկ տեղը չեն գալիս մեր կյանքի մեջ, առաքյալը հետևյալն է ասում, որ փորձությունը համբերություն է առաջացնում, եկեք խոստովանենք, որ համբերությունը մեր կյանքի ամենապակասող հատկանիշներից մեկն է, հատկապես այս օրերի մեջ, շարունակում է և ասում է, իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։ Ահա տեսնում ենք, թե որքան կարևոր գործ է կատարվում մեր կյանքում, երբ որ մենք նեղությունների, դժվարությունների և փորձությունների ժամանակ ճիշտ վերաբերմունք ենք ցույց տալիս, երբ որ համարում ենք դրանք ուրախություն, իսկ ինչու ենք համարում ուրախություն, որովհետև մենք գիտակցում ենք, որ այդ նեղություններն ու փորձությունները մեր մեջ անգին մի որակ կձևավորեն, որի անունն է համբերություն, իսկ ինչպես ասում են, համբերությունը կյանք է։ Ուրեմն, դժվարությունը մարդուն չի կոտրում, այլ կոփում է, և գաղտնիքը արձագանքի և վերաբերմունքի մեջ է։ Եվ սա գիտականորեն ապացուցված փաստ է։ Իրականում այն մարդիկ, որոնք անցել են մեծ նեղություններով, նրանք ավելի դիմակայուն են դարձել կյանքի մարտահրավերների և հոգեկան զանազան խնդիրների դիմաց, և նրանք ունեն ավելի բարձր հոգեկան դիմակայունություն, և դեպրեսիայի ռիսկը նրանց մոտ նվազում է 37%-ով։ Պոլ Բրենդը, որ բազմամյա փորձ ուներ ամերիկացի զինվորականների հետ աշխատելու ընթացքում, նա բժիշկ էր, հետևյալը բացահայտեց. մարդիկ, ովքեր չէին զգում ցավ, ավելի հաճախ էին վնասում իրենց մարմինը, և նա եզրակացրեց. ցավը բարեկամ է և ոչ թե թշնամի, ցավը հիշեցնում է քեզ, որ դու դեռ ողջ ես։ Հենց այդպես էլ հոգևոր կյանքում է։ Դժվարությունները մեզ չեն ոչնչացնում, դրանք կոփում են մեզ և ավելի ուժեղ են դարձնում, երբ այդ դժվարությունների մեջ գտնում ենք դրանց իմաստը։ Դրանք հոգեբանական և հոգևոր առումով մեզ դարձնում են ավելի մկանոտ։ Եվ վերջ-ի-վերջո հիշիր, Հիսուսն էլ չշրջանցեց դժվարությունը, նեղությունը և խաչը, բայց վերջում խաչը դարձավ մարդկության փրկության խորհրդանիշ։ Ցավոք սրտի, ներկա սերունդից շատերը ընդհանրապես դիմակայուն չեն դժվարությունների առաջ։ Դրա համար շատ սոցիոլոգներ և հոգեբաններ ներկա սերնդին կնքել են «փաթիլ» կամ «ձյունիկ» անվանումով։ Իհարկե, այս բառի մեջ կա նաև հեգնական իմաստ, որովհետև ձյան փաթիլը գեղեցիկ է։ Եթե մենք նայենք դրա բյուրեղին, ապա կտեսնենք որքան փայլուն է, որքան գեղեցիկ է, որքան իդեալական է, բայց բավական է մատով դիպչես դրան, այն միանգամից հալչում է։ Հենց սա է հոգեբանական մոտեցումը, որ ներկա սերունդից շատերը արտաքնապես գեղեցիկ են, փայլուն, ինչպես իրենք են սիրում ասել գլամուր, բայց իրենց ներսում չկա դիմադրողականություն դժվարությունների հանդեպ։ Դրա համար, երբ որ նեղություններ են լինում, միանգամից խոցվում են, դեպրեսիայի առաջ են բացվում, նևրոզ է առաջանում նրանց ներսում, հուսահատվում են, զենքերը վայր են դնում, չեն ուզում այլևս պայքարել, թերանում են, ծուլանում են և կոտրվում։ Ամերիկացի մեկ այլ հայտնի հոգեբան Ջոնաթան Հայթն հետևյալ արտահայտությունն է արել, որ ներկա սերունդին թուլացնում է այս 3 տեսակի հավատալիքը։ Առաջին, եթե ինչ-որ բան ինձ անհարմար վիճակի մեջ է գցում, ուրեմն դա վնասակար է։ Երկրորդ, եթե ինչ-որ մեկը համաձայն չէ ինձ հետ, ապա նա սպառնալիք է։ Եվ երրորդ, եթե ցավ եմ զգում, ապա դա նշանակում է, որ ես կործանվում եմ, խորտակվում, բայց իրականությունը լրիվ հակառակն է։ Անհարմարությունը մեզ զարգացում է պարգևում։ Անհամաձայնությունը սպառնալիք չէ, այն կարող է լրացնել մեզ։ Եվ երրորդ, ցավը մեզ չի սպանում կամ կործանում, ցավը երբեմն մաքրագործում է։ Առակաց 3:12 համարում Սողոմոնը հետևյալը գրեց. Տերը հանդիմանում է ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։ Նման սերունդի ներկայացուցիչները, որոնք ձյունիկ տեսակն են, փաթիլ տեսակը,
Նրանք չեն կարողանում հանդուրժել որևէ հանդիմանանք, որևէ խրա, դա նրանց համար այնքան ցավեցնող է, որ նրանք կարող են հայտնվել հուսահատության գրկում, բայց Աստվածաշունչն ասում է, որ Աստված ում որ սիրում է, նրան է հանդիմանում, նրան է խրատում, որպեսզի այդ մարդը ավելի մաքրագործվի, ավելի կոփված լինի, ավելի ամրակազմ լինի։ Հիմա, ինչպես դառնալ հակափխրուն կամ դիմակայուն անձնավորություն։ Քայլ առաջին. ընդունիր ցավը եւ ոչ թե պայքարիր բուն ցավի դեմ։ Հոգեբան Կարլ Յունգը հետևյալն է ասել. այն ամենը, ինչի դեմ դու պայքարում ես, այն մնում է։ Եվ ամեն անգամ, երբ փորձում ես ճնշել ցավը, այն ավելի է սաստկանում։ Փոխարենը ավելի լավ է հարցնես. ինչի մասին է այս ցավը, ինչ դաս է ուզում ինձ տալ, ուր է ուզում այն ինձ տանել, ինչ է ուզում ինձ հասկացնել։ Փորձիր ցավի մեջ գտնել իմաստ, եւ այն պահին, երբ գտնես այդ իմաստը, այդ ցավը կվերաիմաստավորվի քո կյանքում եւ արդյունավետ ուժի կվերածվի, քեզ կմղի դեպի ստեղծագործ կյանքը։ Երկրորդ, ինչպես արդեն ասացի, փնտրիր իմաստ։ Թալ Բեն Շահարը գրում է. երջանկությունը չի գալիս հաճույքից, այլ իմաստից։ Մի պահ եկեք մտորենք այս մտքի շուրջ։ Երջանկությունը չի գալիս հաճույքից։ Սովորաբար մարդիկ հենց այսպես էլ մտածում են, որ եթե ես շատ հաճույքներ վայելեմ, փորձառեմ շատ հաճելի պահեր, ապա ես ինձ երջանիկ կզգամ։ Բայց ժողովող գրքում Սողոմոնը հակառակն է գրում։ Նա խոստովանում է, որ փորձառել է ամեն հայտնի հաճույք, որը հայտնի է մարդկությանը, ամեն տեսակ զվարճանքներ, իրեն ոչինչից չի զրկել, բայց արդյունքում հայտնվել է մեծ ունայնության մեջ եւ իմաստազրկվել է, իր կյանքը իմաստազրկվել է։ Ուրեմն երջանկությունը չի գալիս հաճույքներից, այլ իմաստից։ Ուրեմն հարցրու ինքդ քեզ. ինչպես կարող եմ այս դժվարությունը, նեղությունը, ցավը գործածել աճելու համար, փոխվելու համար, կյանքս վերաիմաստավորելու համար։ Երրորդ, ունեցիր փոքր հաղթանակներ, որոնք մեծ տոկունություն կձևավորեն քո մեջ։ Հարվարդի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենօրյա փոքրիկ հաղթանակները մեծացնում է մարդու ինքնավստահությունը եւ ակտիվացնում դոֆամինային պարգևատրման համակարգը, ինչը մեզ անհրաժեշտ է առաջ գնալու համար։ Մատթեոս ավետարանի 25:21 համարում Տերը իր ծառային հետևյալն է ասում. քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ։ Ուրեմն տեսնում ենք, որ փոքր հաղթանակները մեզ տանում են մեծ արդյունքների։ Մի հետապնդիր միանգամից մեծ հաղթանակներ, դու կարող ես փոքր քայլերով ընթանալ դեպի մեծ հաղթանակները։ Եվ չորրորդ, լցվիր հավատքով ու հույսով։ Հոգեբաններն ասում են, որ հույսը ոչ թե պարզապես զգացում է, այլ ուժ, որը մեզ առաջ է մղում։ Երբ հավատում ես, որ Աստված այս ցավերի մեջ քեզ դասեր է տալիս կամ ուզում է դարձնել ավելի համբերատար եւ անկոտրում, դու ուժ ես գտնում չհանձնվելու, առաջ գնալու եւ հաղթահարելու քո դժվարությունները։ Հենց դրա մասին էր գրում Պողոս առաքյալը 2 Կորինթացիներին 12:10 համարում։ Տեսեք, թե նա ինչպես արտահայտվեց. Ուստի հանուն Քրիստոսի, տեսեք, իր ցավի իմաստը նա գտավ։ Ինչ որ նա քաշում էր, ինչ որ նա կրում էր, դա անում էր հանուն Քրիստոսի եւ ավետարանի տարածման։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների եւ նեղությունների, որովհետեւ երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Պարադոքս է, չէ՞ հնչում։ Երբ տկարանում եմ, այն ժամանակ եմ զորանում։ Երբ ցավ եմ քաշում, այն ժամանակ եմ հասկանում իմաստը։ Ցավը մեզ կարող է ուղղորդել, մեզ կարող է օգնել վերագտնել ճշմարիտ իմաստը կյանքի եւ ոչ թե շեղել այդ իմաստից։ Ուրեմն Պողոս առաքյալը հասկացել էր իր հալածանքների եւ նեղությունների իմաստը։ Նա դա անում էր հանուն Քրիստոսի։
Հիմա ինչպես սկզբից խոստացել էի, մենք անպայման թեստ պետք է լրացնենք, որպեսզի հասկանանք, թե որքան անկոտրում ենք մենք եւ որքան է մեր դիմադրողականության աստիճանը։ Ուրեմն այս թեստը կգնահատենք հետեւյալ բալային համակարգով. 0, եթե պատասխանը երբեք է, 2, եթե պատասխանը երբեմն է, եւ 3, եթե պատասխանը միշտ է։ Ուրեմն առաջին հարց. երբ սխալվում եմ, սովորում եմ եւ ոչ թե մեղադրում։ Եթե ձեր պատասխանը երբեք է, ապա 0 դրեք դիմացը։ Եթե երբեմն, ապա 2, եթե միշտ, ապա 3։ Շարունակենք եւ երկրորդ հարցը. դժվար պահերին փնտրում եմ իմաստ։ Երրորդ հարցը. փոփոխությունները ինձ մոտ վախ չեն առաջացնում, այլ հետաքրքրություն։ Չորրորդ. երբ ընկնում եմ, արագ բարձրանում եմ։ Եվ հինգերորդ. աղոթքը օգնում է ինձ կենտրոնանալ եւ ոչ թե փախչել իրավիճակից։ Հիմա ամփոփեմ արդյունքները։ Եթե դու հավաքել ես 0-ից 5 բալ, ապա սպառնալիք կա քո կյանքում։ Դու փխրուն ես եւ շատ արագ կոտրվում ես։ Սկսիր փոքր քայլերից, որպեսզի կայունացնես քո վիճակը։ Իսկ եթե հավաքել ես 6-ից 10 բալ, ապա դու տոկուն ես, դիմանում ես կամ դիմադրում ես, բայց չես աճում։ Քեզ պետք է սովորել ցավը վերափոխել իմաստի, գտնել իմաստ այդ ամենի մեջ։ Իսկ եթե հավաքել ես 11-ից 15 բալ, ապա ես քեզ շնորհավորում եմ։ Դու անկոտրում ես եւ այնքան տոկուն եւ ուժեղ, որ կարողանում ես ոչ միայն ինքդ քեզ օգնել, այլև ուրիշներին օգնել հաղթահարել իրենց դժվարությունները։ Եվ վերջում իմ խորհուրդն է. մի փախիր դժվարություններից, դարձիր այդ դժվարությունների աշակերտը եւ կյանքի կարևոր դասեր սովորիր դրանցից։ Վերջի վերջո, երջանկությունը նպատակ չէ, այլ արդյունք իմաստավորված կյանքի։ Եվ մի վախեցիր ցավից, մի փախիր փորձությունից, այլ կարող ես փորձություններից եւ նեղություններից հետո ասել, որ ես դարձա ավելի ամուր, ավելի փորձառու, ձեռք բերեցի համբերություն, այ դրա համար էլ ես սովոր եմ ուրախանալ իմ նեղությունների եւ փորձությունների մեջ, որովհետեւ գիտեմ, որ արդյունքը լինելու է բարի եւ վերջանալու է հաղթանակով։ Հոբը, ով մարդկության պատմության մեջ ամենամեծ փորձությունով անցավ, իր գրքի 23-րդ գլխի 10-րդ համարում գրեց. երբ Աստված ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ։ Այսինքն նա իրեն համեմատում էր ոսկու հանքաքարի հետ, որը կիսաթանկարժեք մի քար է, բայց երբ որ անցնում է կրակների միջով եւ որքան թեժ է լինում կրակը, այնքան զտված է լինում ոսկին, այդ ժամանակ եւ ոսկու արժեքն է բարձր լինում։ Հետևաբար մի վախեցիր թեժ կրակներից փորձության, իմացիր, որ դրանք չեն եկել քեզ այրելու եւ ոչնչացնելու համար, եկել են զտելու, մաքրելու, քո հարգը բարձրացնելու եւ քո արժեքը բարձրացնելու համար։ Ուրեմն հիշիր հետեւյալը. երջանկությունը չի գալիս հարմարավետությունից, այլ հոգևոր հասունությունից։ Այն մարդը, որ հոգևորապես հասուն չէ, չի կարող լիարժեք երջանիկ լինել։ Եվ երբ դու դառնում ես անկոտրում, դա չի նշանակում, որ կյանքը դառնում է ավելի հեշտ։ Դա նշանակում է, որ դու դառնում ես ավելի ուժեղ, հավասարակշռված, համբերատար, հետևաբար նաև ավելի երջանիկ։ Եթե այս նյութը քեզ օգտակար եղավ, ապա նորից ուզում եմ հիշեցնել, որ բաժանորդագրվես այս ալիքին, հավանես այս տեսանյութը եւ քո մեկնաբանություններով ակտիվ լինես։ Կարող ես անգամ քո հարցերն ուղղել ինձ կամ կիսվել քո փորձառությամբ, որը կարող է ուրիշների համար օգտակար լինել։ Շնորհակալ եմ քո ակտիվ մասնակցության համար։ Իսկ հիմա աղոթենք։ Իմ երկնային Հայր, քո առջև եմ գալիս քո որդի Հիսուս Քրիստոսի անունով եւ շնորհակալ եմ քեզանից այն նեղությունների եւ փորձությունների համար, որոնցով անցել եմ ես, որոնք գալիս են ոչ թե ինձ կոտրելու, այլ ինձ կոփելու, ոչ թե ինձ խորտակելու, այլ ինձ փոխելու։ Ես չեմ ուզում լինել փխրուն, ես չեմ ուզում լինել փաթիլ, ես ուզում եմ լինել անկոտրում, ուժեղ, դիմակայուն, եւ թող իմ կյանքի ցավերը ինձ համար դառնան դաս եւ օգնեն ինձ գտնել իմ կյանքի իմաստը։
Շնորհակալ եմ, որ այս ամեն նեղությունների և փորձությունների մեջ դու ինձ ուժ և կարողություն ես տալիս առաջ գնալու և հաղթահարելու համար և դառնալու անկոտրում։ Աղոթեցի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։